նախորդ անգամ ստացել էինք Taylor-ի վերլուծությունները պեանոյի տեսքով, մնացորդային անդամը, հա, պեանոյի տեսքով, Lagrange-ի տեսքով ու նաև Cauchy-ի տեսքով։ Հիմա կստանանք տարբեր տարրական ֆունկցիաների Taylor-ի վերլուծությունները ու նաև ծոր կտեսնենք մի հատ հիշեցնենք պեանոյի տեսքը, հա։ Լավ, մեր թեմայի վերնագիրը գրենք, հա, տարրական ֆունկցիաների Taylor-ի վերլուծությունները։ Այս մինչև ստեղ երևում է, թե լավ։ Մի հատ հիշեցնենք Taylor-ի վերլուծությունը պեանոյի տեսքով, հա։ Եթե f-ը n անգամ դիֆերենցիալի է x0 կետում, ապա fx-ը կարող են գրել fx0 գումարած f'(x0) բաժանած 1-ի ֆակտորիալ x մինուս x0, այդպես մինչև իր n-րդ կարգի ածնցյալի արժեքը x0 կետում, բաժանած n-ի ֆակտորիալ, անգամ x մինուս x0-ի n-աշճան ու գումարած օփոքր x մինուս x0-ի n-աշճան, իհարկե սա տեղի ունի x-ը x0-ին ձգտելիս, հա, այս պեանոյի տեսքով մնացորդային անդամն է։ Հիմա եկեք տարբեր ֆունկցիաների, տարրական ֆունկցիաների Taylor-ի վերլուծությունները ստանանք, հա։ Ասենք եթե f(x)-ը մեր ֆունկցիան լինի y-ի x-ը, այդ դեպքում պարզա որ նրա բոլոր ածանցյալները պարզապես y-ի x են, հա, ֆունկցիայի ածանցյալը, երկրորդ ածանցյալը, մինչև n-րդ ածանցյալը բոլորը y-ի x են ու մեզ հետաքրքրում է Taylor-ի վերլուծությունը 0 կետում, այս բոլոր տարրականներին է կստանանք 0 կետում, ասենք հիմա ֆունկցիայի արժեքը, թե ածանցյալի արժեքը 0-ում, ընդհանուր միջև n-րդ ածանցյալի արժեքը 0-ում, մեր մոտ դառնալու է y0 աշճան, որը 1 է։ Հիմա արդեն վերևի բանաձևի մեջ որ տեղադրենք, ինչ կստանանք, որ y-ի x-ը օգտագործելով, հա, Taylor-ի վերլուծությունը պեանոյի տեսքով ստանանք, որ y-ի x-ը մեր մոտ որքան է։ Այս բոլոր մեր ֆունկցիայի ածանցյալները կփոխարինենք 1-ով, հա, ու կունենանք 1 գումարած 1-ը բաժանած 1-ի ֆակտորիալ անգամ x, որտեղ x0-ն մեր մոտ 0 է, հա։ x գումարած 1-ը բաժանած 2-ի ֆակտորիալ x քառակուսի գումարած 1-ը բաժանած n-ի ֆակտորիալ x-ի n գումարած օփոքր x-ի n, հա։ Ու կարող ենք գրենք այսպես, հա, գումար x-ի k բաժանած k-ի ֆակտորիալ, որտեղ k-ն փոփոխվում է մեր մոտ 0-ից մինչև n, գումարած օփոքր x-ի n աշճան։ Հիմա եկեք դիտարկենք սինուս x-ը։ Էլի 0 կետում մեզ հետաքրքրել է Taylor-ի վերլուծությունը։
Ստեղ գիտենք, որ f-ի ածանցյալները ինչերն են։ Պլյուս մինուս սինուս x, պլյուս մինուս կոսինուս x, կախված որևէ կարգի ածանցյալ, լավ, ընդ զույգությունից, գենտությունից, լավ, եկեք մի երկու հատիկ երբ որ սինուսը ածանցում ենք, դառնում էր կոսինուս x, որը կարող ենք գրել սինուս x պլյուս p կես տեսքով, հա, ու հիշում եք, այդ պատճառով n-րդ կարգի ածանցյալը մեր սինուսի կլինի սինուս x պլյուս p-n կես, ճիշտ է։ Հետևաբար, եթե n-րդ կարգի ածանցյալի արժեքն է հետաքրքրում մեզ 0-ում, այդ կստանանք սինուս p-n կես։ Սինուս p-n կեսը, սրանք էլ որոշելու համար կարող ենք դիտարկել n-ը զույգ կամ կենտ, հա։ N-ը հավասար է 2k, ապա մեր այդ զույգ ածանցյալները 0 կետում կլինեն սինուս p անգամ 2k կես, այսինքն սինուս p կա, որը պարզապես 0 է։ Լավ։ Եթե հիմա կենտ ածանցյալները նայենք, n-ը հավասար է 2k պլյուս 1, ապա f-ի հետ ոնց էլ գրենք կլինի, ասեն հիմա 2k պլյուս 1-ով կգրենք, հետո կասենք 2k մինուս 1-ով ինչ կփոխվեր, որպեսզի երկուսին էլ տիրապետենք, ասեն ոչ թե շուտ մեկի վրա ֆիքսված մնանք։ Այս դեպքում էլ ինչ է լինում սինուս p անգամ 2k պլյուս 1 երկրորդ, այսինքն եթե այս գրենք որպես պիկա գումարած պիկես, ինչ է լինում, ամեն անգամ p ավելացնելով սինուսի արգումենտում, սինուսը իր ինչն է փոխում, նշանը, հիմա եթե k հատ p ենք ավելացրել, ինքը k անգամ է նշանը փոխելու, այսինքն պատկվելու է մինուս 1-ի k աշճանով, սինուս p կեսը, որը մեր մոտ 1 է, շատ լավ։ Բարի, հիմա այս դեպքում ոչ թե n-րդ կարգի Թեյլորի բազմանդամը կգրենք, այլ 2k-րդ կարգի Թեյլորի բազմանդամը կգրենք, հետևաբար այդ 2k-րդ կարգի Թեյլորի բազմանդամը, այստեղ նշում եմ, որ 2k-րդ, ինչ է լինում։ Փաստորեն մենք պետք է զույգ աստիճանները 0 ներենք, դեն նետենք, կամ անտեսենք, միայն կենտաշճանները պետք է գրենք։ Դե առաջին կենտաշճանը դա x-ի քանի աստիճանն է։ 1, հա, x, ստեղ պետք է ինչ վերցնենք, որ սա 1 ստացվի, կամ պետք է վերցնենք 0, չէ, կամ 0 ենք վերցնում, 1 է լինում, այսինքն գրում ենք 1-ը բաժանած 1-ի ֆակտորիալ անգամ x-ի 1 աշճան։ x քառակուսու գործակիցը ինչպես ասացինք արդեն 0 է, հետո x խորանարդի գործակիցը լինելու է ոնց որ նշանը անդադ փոխվելու է, չէ՞, մինուս 1-ը բաժանած արդեն 3-ի ֆակտորիալ x խորանարդ, հետո հաջորդ անդամը որն է լինելու, պլյուս 5-ի ֆակտորիալ անգամ x-ի 5, այդպես վերջին ոչ զրոյական անդամը այս 2k աշճանի Թեյլորի բազմանդամում լինելու է 2k մինուս 1-ը, ճիշտ է, որովհետև 2k-ից փոքր կամ հավասար 2k-րդ անդամը, հա, x-ի 2k-ի գործակիցը 0 է, դրա նախորդողը x-ի 2k մինուս 1-ն է, հա, այդ առումով ոնց որ կարող է 2k մինուս 1-ը հարմար լինել դարկելը, ու ինչ է լինելու, արդեն 2k մինուս 1-րդ
հացանցյալը մեր ֆունկցիայի 0 կետում լինելու է -1-ի -1-ի կամ -1, հա? Պարզապես կամ -1։ Պարզապես այս սրանից նշանով է տարբերվելու, ոչ թե -1-ի կայից մի հատիկ նշանով է տարբերվում, բաժանած ինչի ֆակտորիալի վրա պետք է գրենք։ 2 կամ -1 ֆակտորիալ անգամ x-ի 2 կամ -1 աշճան։ Ինչպես տեսնում եք, ինքը բազմանդամը 2 կամ -1-րդ աշճանի բազմանդամ է առանձին, բայց որպես Թեյլորի բազմանդամ մենք հասկանում ենք սա որպես որերորդ կարգի Թեյլորի բազմանդամ։ 2k-րդ կարգի Թեյլորի բազմանդամ։ Պարզապես x-ի 2k-ի գործակիցը ստեղ 0 է, հա? Իսկ այդտեղ որ -1 կամ -1 աստիճան գրեցինք, կարենք 2 կամ -1 գրեինք, թե չենք կարող, սխալ կլիներ։ Ինչի սխալ կլիներ։ Ստեղ երբ որ խոսում էինք f-ի 2 կամ -1-րդ կարգի հացանցյալի մասին, դա նույնն է թե f-ի 2 անգամ ինչ +1 գրեմ։ Սա 2 կամ -1-ը դա 2 անգամ կամ -1 գումարած 1-ն է։ Այսինքն այս k-ի փոխարեն կամ -1-ն է քո մոտ հանդես գալի ու դրա համար -1-ի կամ -1 աշճան է, այս մի եղանակ է այդ հասկանալու։ Մեկ այլ եղանակը տեսնում ենք, որ անընդհատ նշանը փոխվում է, չէ՞։ Հիմա եթե x-ի 2k + 1-ի գործակիցը -1-ի կաներ լինելու, նախորդի գործակիցն էլ պետք է մինուսով տարբերվի կամ -1։ Okay։ Merci հարցի համար։ Իմաստել եւ Թեյլորի վերլուծությունը այս նշենք, հա, որ 2-րդ, հետեւաբար սա կլինի Թեյլորի 2k-րդ կարգի բազմանդամը եւ f(x)-ը հավասար է սինուս x-ի Թեյլորի վերլուծությունը 0 կետում Զրո կետում կլինի ինչ։ Սինուս x-ը հավասար կլինի այս նույն Թեյլորի բազմանդամ դիգրենք։ ու Թեյլորի բազմանդամը ինչ կլինի x բաժանած 1-ի ֆակտորիալ հանած x-ի խորանարդ բաժանած 3-ի ֆակտորիալ, այդպես -1-ի կամ -1 բաժանած 2 կամ -1-ի ֆակտորիալ անգամ x-ի 2 կամ -1 աստիճան եւ հիմա o փոքր ինչ պիտի գրենք x-ի քանի աստիճան x-ի 2k, որովհետև ստեղ վերցրել ենք 2k-րդ կարգի Թեյլորի բազմանդամը։ Հիմա ստեղ էլ ուրեմն o փոքր x-ի 2k է լինելու, հա? Էլի x-ը էսի x-ի 2k մինուս 1 է։ Այնքան պլյուս է գրամար կազմած այդ o x-ի 2k-ի վրա։ Ստեղ մի քանի բան կարող ենք նկատել։ Նախ եկեք նկատենք, որ սինուս x-ի Թեյլորի վերլուծության մեջ հանդես են գալի միայն x-ի կենտաշրջանները ու դա պատահական չի, դա այն պատճառով է, որ սինուս x-ը ինքը կենտ ֆունկցիա է, հա։ Ոնց որ հիշելու համար կարող եք նաև տեսնել, որ այս սինուս x-ի Թեյլորի վերլուծության մեջ x-ի Թեյլորի վերլուծության կենտաշրջաններն են, պարզապես անընդհատ նշանները փոխելով, հա, ու եթե օրինակ հիմա այս գործակիցը հիշելու հարց է լինում, հա, x-ի 2k -1 բաժանած 2k -1 ֆակտորիալի գործակիցը -1-ի k աշճանա թե k -1 աշճանա, ինչպես հեշտ համոզվենք, որ մեկն է, պարզապես ոնց որ պետք է ստուգենք x-ի գործակիցը դե պետք է լինի որքան, +1 թե -1։
ոչ թե սրան նայելով ասենք, այլ ինչ որ այլ բանից եզրակացնենք սինուս x-ի թելոր վերլուծության մեջ x-ի գործակիցը պիտի +1 լիներ, թե -1 պիտի լիներ։ Սինուս x-ը 0-ի մոտ ինչի նման է իրան պահում։ X-ի, չէ, որտեղ սինուս x-ի երրորդը ձգտում է 1-ի։ Այսինքն գործակիցը 1 է լինելու։ Հիմա -1-ի եթե կա աշճան գրենք, կան ստեղ ինչ տեղադրենք, որ 1 ստացվի։ 1 ենք տեղադրում, -1-ի կայով որ գրեիք, մինուս կլիներ։ Այնտենց կարող եք նաև ոնց որ ոչ թե անգիր հիշեք, այլ հասկանաք, թե ոնց կարելի է այդ բանաձևը ինչ որ ձևով ասոցացնել մյուսների հետ։ X-ի թեյլերի շարքը ատամում ենք, մի անգամը կոսինուս X-ի թեյլերի շարքն ենք ստանում։ Ճիշտ ես։ Ճիշտ ես։ Այդ Հա? Ինձ կոսինուս X-ն եք ստանալու, կատամիապես դից կարելի է։ Հետաքրքիր էր։ Հա։ Այտենց ոնց որ այդ քո ասածը շատ օգտակար է, օրինակ արտանգես x-ի թեյլորի շարքը ստանալու ժամանակ, ցեն եթե կոսինուս x-ին ածանցյալները հաշվելը հեշտ է, այս նույն բանը կարող ենք կրկնել։ Արտանգես x-ի ածանցյալները n-րդ կարգի ածանցյալը հաշվելը այդքան հեշտ գործ չի։ Բայց փոխարենը այնտեղ ոնց որ, հա? Հա, բայց n-րդ կարգի ածանցյալն է քեզ պետք։ Այդ n-րդ կարգի ածանցյալը, այդ կարող եք, հեսա լավ, մի փոքր կգրենք, հետո մի երկու հուշում կտամ, այն արտանգես x-ի թեյլորի վերլուծությունն էլ կարող եք տանը փորձել ստանալ։ Շատ չէ, այդ թեյլորի վերլուծությունը, թեյլորի բազմանդամ գումարած այս մնացորդային տեսք։ Եթե շարք հասցի, անտեսեք եք։ Բարի։ Նույն կերպ կոսինուս x ֆունկցիան էլ մեր մոտ զույգ ֆունկցիա է, հա, ու ակնկալելի է, որ նրա թեյլորի վերլուծությունը, հա, բաղկացած լինի x-ի միայն զույգ աստիճաններից։ Հա, ինչի, այնտեղ են նաև հարցեր հնչում, որ f-ի, եթե 2k+1 չգրեինք, 2k-1 գրեինք, ինչ է լինելու, հա, էլի նույն ձևով բանաձևը կստանայինք, հա, ու այստեղ հա, մի փոքր ավելի հեշտ կլիներ այս կտորը, բայց միևնույնն է, տեսնում եք, որ այսպես ասած, այս բանաձևը վերականգնման հարցում միևնույնն է, ուշադրություն եք դարձնելու այն փաստին, որ սրա հետ բավականին փոխկապակցված է, միայն նշաններն է փոփոխվում ու կենտաշրջաններն են հանդես գալի, այդ նշանների հարցն էլ արդեն ասացինք, ոնց պիտի ասենք։ Նույն ձևով իհարկե կարելի է ստանալ կոսինուս x-ի թեյլորի վերլուծությունը, կամ ոնց որ Ալեքսանդրը նկատեց, կոսինուս x-ի թեյլորի վերլուծությունը կլինի ինչ։ Նախ կսկսի առաջին ոչ զրոյական անդամը որն է լինելու։ 1-ը, հա։ Հետո մինուս x-ի ֆակտորիալ, հետո պլյուս այդպես գնանք x-ի միջև որ աստիճանը 2k x-ի 2k-յորդը ստեղ բաժանած է լինելու 2k-ի ֆակտորիալի վրա։ Հիմա -1-ի -1-ի 2k որ գրեինք, դա պարզապես 1 կլիներ։ Հիմա հարցը այնա կամ -1-ի k է լինելու, կամ -1-ի k-1 է լինելու։ Պետք է հասկանանք k գրենք, թե k-1։ Այս առաջին անդամը 1-ն է, համապատասխանալու է կան հավասարը, որ արժեքին կան ինչ դնենք, որ գա այս անդամը ստացվի 0, կան 0 պիտի դնենք, հիմա -1-ի 0 աշճանը 1 տալիս է, ուրեմն ճիշտ է, եթե 1 չտար, արդեն k-1-ը կնայենք, հա, ու կասեք, ով փոքր ինչ պիտի գրեմ,
X-ի 2 կա։ Կարող ենք ավելի լավ բան գրել։ Կարող ենք 2k + 1 գրել։ Ինչի 2k + 1 կարող ենք գրել։ Որովհետև մենք արդեն 2k ունենք, ու ոնց որ այդ մնացածը մնում է 2k + 1։ 2k + 1-ի դեպքում 0 է, Որովհետև x-ի 2k + 1-ի գործակիցը 0 է, կարող եք համարել, որ գրած սա գրված է 2k + 1/3 կարգի Taylor-ի բազմանդամը, ու այդ պարագայում Peano-ի մնացորդային անդամը, Peano-ի տեսքով մնացորդային անդամը լինելու է փոքր x-ի 2k + 1 աշճան։ Իհարկե 2k-ն էլ է ճիշտ, բայց 2k + 1-ը ավելի ուժեղ պնդում է։ Այսքանը, այո, այսքանը դա P2k + 1-ն է, 2k + 1/3 կարգի Taylor-ի բազմանդամն է, փաստացի գրած։ Եթե համարենք, որ 2k-ն է, որը էլի ճիշտ է, այստեղ պետք է գրենք x-ի 2k։ Իրար հետ համընկնում են, այն պատճառով, որ 2k + 1-ի գործակիցը 0 է։ x 2k + 1 աշճանի գործակիցը 0 է։ Հա, ու իհարկե, ոնց որ Ալեքսանդրն է նկատել, այս կարող ենք տեսնել, որ սա հանդիսանում է նրա ացենցիալը, ու իհարկե, այստեղ 2k - 2-ը x ստանալու, դե հաջորդն էլ գրեիք, որ այս մի անդամը ստացվեր։ Հաջորդն էլ ացանցեիք, որ այս մի անդամը ստացվեր։ Ինչ? Logaritm x + 1, Ոնց ասես։ Logaritm 1 + x-ը էլի 0 կետում Taylor-ի վերլուծությունն ենք ուզում ստանանք։ Իր ացենցիալը մեր մոտ 1-ը բաժանած 1 + x-ն է, որը կարող են գրել 1 + x-ի -1 աշճան տեսքով, հա։ Ու այդ պարագայում արդեն երկրորդ ացենցիալը կլինի -1 անգամ 1 + x-ի -2 աշճան, ու ամեն անգամ ացանցելուց մեր մոտ աշճանը 1-ով նվազելու է, հա, ու այսինքն n-րդ կարգի ացենցիալի աստիճանը ինչ է լինելու, եթե երկրորդ կարգինը 1 + x-ի -2-ը, այստեղ մինուս ինչ է լինելու n, ու ստեղ ունենալու ենք -1, -2, մինչև մինուս որ թիվը։ n-1, ստեղ ոնց որ -2-ի դեպքում -1-ն է, կարող ենք գրել այսպես, հա, -1-ի քանի աստիճան կլինի, եթե մինուսները ընդհանուր հանենք, n-1, n-1-ի ֆակտորիալ, ու 1 + x-ի -n աշճան, ճիշտ է։ Այս արդեն մեզ հնարավորություն է տալի նաև ացենցիալների արժեքները հաշվել 0 կետում։ Մի հատ մեր ֆունկցիայի արժեքը առանձին 0 կետում հաշվենք, որովհետև դա այլ բանաձևով է, հա, որոշվում logaritm 1 ու լինելու է 0, f'0-ն կլինի 1, հա, f2'0-ն կլինի -1, հա, մեր f-ի n-րդ կարգի ացենցիալի արժեքը 0-ում լինելու է -1-ի n-1 անգամ n-ի ֆակտորիալ, ակնհայտ n-1-ի ֆակտորիալ անգամ 1։ Արի։ Հետևաբար f(x)-ը ասար logaritm 1 + x-ի Taylor-ի վերլուծությունը որ կետում։ Վերլուծությունը 0 կետում։ 0-ում կլինի ինչ։ Հետևյալ logaritm 1 + x-ը, դե պետք է գրենք ֆունկցիայի արժեքը
0-ում։ Դա 0 է, հետո իր ածենցիալը բաժանած 1-ի ֆակտորիալ անգամ x, հետո երկրորդ ածենցիալը բաժանած 2 ֆակտորիալ x քառակուսի, եկեք մի հատ ճիշտ է երրորդ ածենցիալը չեն գրել, բայց երրորդը ասեք ինչ կլինի։ Պլյուսա լինելու թե մինուսա լինելու։ Պլյուս, անդադ նշանը փոխում է, չէ։ Ստեղ արդեն ունենալու ենք 2-ի ֆակտորիալ, չէ։ Բաժանած 3-ի ֆակտորիալ, x խորանալ, մինչև -1-ի n-1, հա։ Անգամ n-1-ի ֆակտորիալ, բաժանած n-ի ֆակտորիալ, x-ի n, գումարած O փոքր ինչ պիտի գրենք։ x-n plus 1 O փոքր x-ի n։ Ստեղ գրված է n-րդ աշճանի Թեյլորի բազմընդհամը։ Դրա համար O փոքր x-ի n պիտի գրենք։ Որպեսզի O փոքր x-ի n plus 1 գրենք, պիտի n plus 1-րդ աշճանի Թեյլորի բազմընդհամը գրենք, ստե մի հատ էլ հավելյալ x-ի n plus 1-ն էլ իր գործակիցով պիտի գրենք։ Ստեղ x-ի 2k plus 1-ը գրած էր 0 գործակցով, հա։ Այսպես ասած համարում ենք, որ գրած էր։ Լավ, դե ստեղ ինչ ենք ստանում։ Կարող ենք նկատել, որ ստեղ n ֆակտորիալը n-1 ֆակտորիալի հետ կրճատվում է մնում է n-ը, չէ։ Ու նույն կերպ բոլոր նախորդի անդամներում, այսինքն պարզապես լինելու է x մինուս x կես գումարած x, կնեք, x մինուս x քառակուսի կես գումարած x խորանարդ երրորդ, այդպես -1-ի n-1 աշճան անգամ բաժանած n անգամ x-ի n, գումարած O փոքր x-ի n։ Չէ, հիպերբոլականները չենք անի։ Մի հատ էլ fx-ը ասարը 1 plus x-ի ալֆան նայենք, մինչև սա նայելը մի բան էլ ոնց որ ասենք, հա, այս նախորդի հետ կապված, որ կոսինուս x-ը երբ որ գրել էինք այդ զույգ աշճաններով, այսի էլի նկատենք, որ իրանից ներկայացնում է x-ի, հա, այն վերլուծության մեջ նույն միայն զույգ անդամները նշանափող, պլյուս մինուսներով, ոնց որ սինուսներ կենտ աշճանները նշանները փոխելով, նույն ձևով էլ ստեղ կոսինուսներ։ Հա, x աշնը իրանք ֆունկցիաները շատ գեղեցիկ կապում են իրար։ Անտիր, այդ իրոք լավ գեղեցիկ բանաձև է ու ոնց որ այս Թեյլորի վերլուծությունները այդ հնարավորություն են տալի նաև այդ բանաձևերի ստացման, հա։ Ստեղ մեր ֆունկցիայի էլի հարկավոր է գտնել ածանցյալները, հա։ Դե ամեն անգամ ածանցելուց աստիճանը 1-ով պակասում է, չէ, ու գործակիցը գալիս է առջև, այսինքն n-րդ կարգի ածանցյալը ներկայացնելու է 1 plus x-ի քանի աստիճանը։ Ալֆա մինուս n-ը բազմապատկած ինչով։ Ստեղ ալֆա մինուս 1 մինչև ալֆա մինուս n մինուս 1 կամ ոնց որ ալֆա մինուս n պլյուս 1 կամ ալֆա մինուս n մինուս 1, հա։ Նախորդիվ հանել ենք դա։ Արի, ու ստեղից էլ կարող ենք իհարկե ստանալ մեր n-րդ կարգի ածենցիալի արժեքը 0-ում, որը իրանից ներկայացնելու է ալֆա մինուս 1, ալֆա մինուս n պլյուս 1-ը, որտեղ այս վերջին արտադրիչը պարզապես կդառնա 1, ու հիմա արդեն կարող ենք գրել այս 1 պլյուս x-ի ալֆայի Թեյլորի վերլուծությունը։ Այդպես ազատամտում
պետք չի, չէ՞, մենք դա ցանկացած տիպել լինի, ու մեկը նույն բանը ունի համարյա։ Ոնց որ մեկը մեր ավանցելը չի ապրում։ Հա, ոնց որ պարզապես այդ պարագայում կունենայինք մի հատ էլ հավելյալ, եթե այստեղ C էր, այդ C-ի ալֆա մինուս n աստիճանը էլի։ Լավ, ու արդեն կարող ենք ասել, որ լոգարիթմ 1 + x-ի Taylor-ի վերլուծությունը ինչ է լինի, կներեք, 1 + x-ի ալֆայի Taylor-ի վերլուծությունը ինչն է լինելու։ Մեր ֆունկցիայի արժեքը 0-ում, հա, որը 1 է, հետո ալֆա բաժանած 1-ի ֆակտորիալ, այս առաջին ատենցիալն է, անգամ x, երկրորդ ատենցիալը ինչա լինելու։ Ալֆա մինուս 1։ Բաժանած x-ի ֆակտորիալ x քառակուսի, այստեղ ալֆա մինուս 1, ալֆա մինուս n պլուս 1, բաժանած n-ի ֆակտորիալ x-ի n, հա, այսի փոքր x-ի n, Էսի բանին է շատ նման, Նյուտոնի երկանդամ։ հա, Նյուտոնի երկանդամը, մասնավորապես եթե ալֆան լինի ինչ-որ բնական թիվ, այդ պարագայում, պարզապես, եթե վերցնենք ալֆան m-ա, եթե մինչև m աշճանը գրենք, այստեղ այս անդամը իրականում վերանալու, 0-ա դառնալու ու մնացածը այդ բինոմական գործակիցներն են լինելու հենց։ Ու մեկ այլ ոնց որ հետաքրքիր դեպք է, ոնց որ երբ որ ալֆան բնական է, կարա տենց շատ հետաքրքիր չլինի այս Taylor-ի վերլուծությունը, չնայած առաջին 1-2 անդամը կարող են օգտակար լինել ինչ-որ սահմաններ հաշվելուց, բայց մեկ այլ հետաքրքիր դեպք է, ալֆան հավասար է -1-ը, այս դեպքում կստանանք, որ 1-ը բաժանած 1 + x-ը, որը 1 + x-ի -1 աշճանն է, ինչ է լինելու։ 1 արդեն հանած x-ը բաժանած 1-ի ֆակտորիալ, հետո կամ լավ, ոնց գրենք, 1 գումարած -1-ը բաժանած 1-ի ֆակտորիալ x, -1 անգամ -2 բաժանած 2-ի ֆակտորիալ անգամ x քառակուսի, այդպես -1, -2 մինչև վերջին արտադրիչը մեր մոտ լինելու է -1, -n պլյուս 1-ը, որը -n-ն է, ճիշտ է։ Բաժանած n ֆակտորիալ x-ի n գումարած փոքր x-ի n-ը։ Հիմա եկեք տեսնենք ստեղ ինչ է ստացվում։ Իրականում որ մինուսները ընդհանուր անենք, տակը կմնա n ֆակտորիալը, որը կկրճատվի, ու ստեղ կունենանք պարզապես ինչ, այս վերջին գումարելին -1-ի n անգամ x-ի n։ Նո, ստեղ առաջին անդամ 1, հետո հանած x գումարած x քառակուսի -1-ի n, x-ի n գումարած փոքր x-ի n։ Էս երկաչափական պրոգրեսը է։ Այս երկաչափական պրոգրեսիա է, գումարն է առաջին n անդամների, ու եթե այտենց անվերջ նվազող երկաչափական պրոգրեսիա գրեինք, հենց կստանայինք 1-ը բաժանած, հայտարարը ստեղ մեր մոտ որքան է։ -x-ը, չէ, ամեն անգամ -x-ով է բազմապատկվում, -x-ը դառնում է հետո x քառակուսի, ու այդպես շարունակ։ Ու իրականում այս ստացվածը ու լոգարիթմ 1 + x-ի Taylor-ի վերլուծությունը կարող ենք նկատենք, որ էլի, եթե ստեղ ածանցեինք, կստանայինք 1 -2x երկրորդ, գումարած 3x քառակուսի երրորդ, այն այդ կրճատման հետևանքով այնտեղ մնալու էր, հա, -1-ի n -1, x-ի n -1, կամ նույնը թե n-րդ անդամն էլ -1-ի n, x-ի n-ա լինելու, հա։ Շատ բարի։ Այս Taylor-ի վերլուծություններն էին պիանոյի տեսքով ու ստեղ
մենք ստեյցիան ստանում ենք քանակական գնահատական, կներեք, որակական գնահատականներ, այն Լագրանժի ու Կոշի տեսքով քանակական գնահատականներ են կարողանում ստանալ, ինչը կանենք դասամիջոցից հետո, հա։ Շատ լավ, ստեղ ոնց որ լոգարիթմ 1 + x-ի ու 1 + x-ի ալֆայի կապը տեսանք, նույն ձևով կարող եք փորձել արտանկ x-ի Taylor-ի վերլուծությունը ստանալ, բայց պետք է նաև հիմնավորել, ինչու այդ այսպես ասած ածանցելը այդտեղ օքեյ է։ Ոնց որ ամենակարևոր մասը այդ կտորն է, էլի, ոչ թե պարզապես դնել ածանցելու ասել էս կլինի կամ ինչ-որ տես մի բան անել, նաև հասկանալ ինչու է այդպես կլինի։ Բարի, այս քանակական գնահատականների համար ոնց որ մեզ պետք է օգտագործել այդ մնացորդային անդամի կամ Լագրանժի տեսքը կամ Կոշի տեսքը, որովհետև ստեղ ինչքան էլ որ ինքը ասում է փոքր x-ի նաշճանա, միևնույնն է չես կարող ասել x-ը 0-ի, ասենք եթե վերցնել ես 0.1, ինչքան մեծ կամ փոքր կարող է սա լինել, հա? Միայն x-ը 0-ի ձգտելիս կարող ես ասել, որ x-ի նաշճանի բաժանել ես կձգտի 0-ի, ոչ մի հավելյալ էլ ինֆո չկա։ Հիմա եթե ուզում ենք, ասենք ax-ի Taylor-ի վերլուծությունը տեսել ենք, չէ՞, որ սա է 1 + x + x քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ, x բաժանած 3-ի ֆակտորիալ, գումարած x-ի n բաժանած n ֆակտորիալ, գումարած փոքր x-ի n։ Իհարկե կարող ենք նույն կերպ եթե վերցնեինք հիմա ուզում ենք օրինակ հասկանանք ax-ի ու եթե ax-ը մոտարկենք 1 + x + x քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալով, որտեղ x-ը 0-ի ու 0.1-ի միջև է։ Եկեք հասկանանք սրա սխալանքը որքան կարող է լինել։ Այսինքն այստեղ տեսնենք այս sense մոտարկելով ինչքան հնարավոր է սխալ ստանալ։ Հիմա վերևի բանաձևը ենթակա է կիրառման, այս դեպքում թե հարմար չի կիրառել։ Որ կարող ենք ասել, որ չգիտեմ, այս y-ի 0.1 հանած այս թիվը, չգիտեմ, փոքր է լինելու 0.5-ից կամ 10-ից, այդպես բան կարելի է վերևի բանաձևից։ Բայց կարող ենք վերևի գնահատականից նման եզրակացություն ստանալ։ Հա? X-ը կոնկրետ վերևում պահանջում ենք, այո, որ x-ը ձգտի 0-ի։ Ստեղ վերցնում ենք x-ը 0-ից 0.1, լավ, կոնկրետ x-ը վերցրել ենք 0.1։ Այդ դեպքում 0.1 վերցնելով կարող ենք վերևինը օգտագործելով ինչ-որ գնահատական ստանանք։ Չեն կարող, որտեղ այնի որակական գնահատական է, ինքը քանակի մասին ոչ մի ինֆորմացիա չի տալի մեր մնացորդային անդամը ինչքան մեծ ու փոքր կլինի կոնկրետ x-ի համար։ Ինքը ասում է 0-ի ձգտելիս մնացորդային անդամը x-ի n-աշճանից ավելի արագ է 0-ի ձգտում, բայց չի ասում թե ինչքան մեծ ու փոքր է։ Ոչ թե շատ մեծ թվի ձգտի, այլ շատ մեծ թիվ հանդիսանա մնացորդային անդամը։ Ոնց որ սա ոչ մի ինֆորմացիա չի տալի կոնկրետ x-ի համար, միայն x-ը 0-ի ձգտելիս է ինֆորմացիա տալի։ Հիմա եթե օգտագործենք Լագրանժի տեսքը մնացորդային անդամի, հիշեցնենք ինչ էր, ստեղ էլի գրում էինք այդ f(x0) գումարած f'(x0) բաժանած 1-ի ֆակտորիալ անգամ x - x0 գումարած n-րդ կարգի ածանցյալ x0-ում ժանց n ֆակտորիալ անգամ x - x0-ի n, արդեն n + 1-րդ ածանցյալը ինչ-որ c կետում էր, որը գտնվում է x-ի և x0-ի միջև, բաժանած n + 1-ի ֆակտորիալ անգամ x - x0-ի n + 1 աշճան։ Այս արդեն Լագրանժի տեսքով գրեցինք Taylor-ի վերլուծությունը, հիմա
կիրառենք, որ n-ի համար n-ը որքան վերցնենք։ N-ը վերցնենք 2։ Վերցնելով այդպես էր։ Lagrange-ի տեսքով, որ ստացել ենք ներկայացումը, x մինուս x0-ի n պլյուս 1 աշճան չենք ստացել։ Որովհետև ստեղ մինչև x քառակուսի կեսն է, չէ՞, գրած, այսինքն սա մեր երկրորդ աշճանի Taylor-ի բազմանդամն է։ Դե ուզում ենք արդեն այն մնացորդային անդամը տեսնենք ինչքան կլինի, հա։ Վերցնելով ինչ-որ հարց կար։ Մեր նշված Taylor-ի այստեղ Lagrange-ի տեսքով, հա։ Վերլուծության մեջ fx-ը հավասար է ax, x0-ն որքան ենք վերցնում 0, n-ը 2, կստանանք, որ ինչ կստանանք, որ մեր ax-ը դա այդ երկրորդ աշճանի Taylor-ի բազմանդամը պետք է գրենք, որը պարզապես այս նույն տողն է, 1 պլյուս x քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ։ Գումարած հիմա մեր պետքա ֆունկցիայի որի օրդ ատենցիալը հաշվենք։ Այսինքն երրորդ ատենցիալը, որը իհարկե նույն x-ն է, հա։ C կետում էլ արժեքը կլինի a-ից է բաժանած 3-ի ֆակտորիալ անգամ x խորանը որտեղ C-ն մեր մոտ կլինի չէ, C-ն ինչ-որ մի թիվ է, որը գտնվում է x0-ի ու x-ի միջև, այսինքն 0-ից x, մեր մոտ x-ն էլ թող լինի 0-ի ու 0.1-ի միջև, հա։ Հետևաբար այս մոտավորության մեջ սխալանքը այսինքն մեր մնացորդային անդամը պետք է վերցնենք R2x-ը հավասար է այդ y-ից բաժանած 3-ի ֆակտորիալ անգամ այդ x խորանարդ ու ինչ է լինելու, սա ամենաշատը լինելու է y-ի ինչ աշճան կարող է լինել 0.1, հա։ Բաժանած ստեղ մենք 6 ունենք անգամ 0.1-ի խորանարդ, հա։ Ну, ասենք, չգիտեմ, կարող ենք հասկանալ, որ y-ի 0.1-ը, ասենք 1.2-ից փոքր է, ու ստեղ ստանանք ոնց որ օրինակ փոքր է 1.2 բաժանած 6 անգամ 1000-րդ, հա, ստեղ 1/5000-րդ կստանանք 1/5000-րդ ճշտությամբ կարող եք y-ը մոտարկել 0-ից 0.1 հատվածում, պարզապես իրան փոխարինելով այս սրանով։ Այսինքն, եթե y-ի 0.1 աշճանն եք ուզում հաշվեք, 1 գումար 0.1 գումար 0.1-ի քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալը կարող է շատ տարբերվի y-ի 0.1-ից 1/5000-ով։ Բավականին լավ մոտարկում է ստացվում, հա։ Մենք բան ասենք, որ y-ի բաժանը փոքր կամ հավասար է 1+x, չէ՞։
X աշճանը իրականում մեծ քանասար է 1 + x-ից։ Այո, մեծ Հարցեր։ Ասա։ Ընդհանուր սա որպես մենք օրինակ ենք, Հա, թե ինչ կարող այս տեսանք, որ ստեղ արդեն կարող ենք քանակական գնահատական տանք, այսինքն այս մեր ֆունկցիան մոտարկեցինք երկրորդ աշճանի Թեյլորի բազմանդամով ու հասկացանք, որ այդ պարագայում մեր սխալանքը, եթե x-ի մասին գիտենք, որ 0-ից 0.1 է, սխալանքը չի գերազանցելու 1/5000-ը։ Ну, իհարկե նաև կարող ենք ասել, որ դրական է, հա, այս։ Այս մենք կամայական վերցրեցինք Թեյլորի վերլուծություն ու Կամայական չէ։ Քանի որ ի սկզբանե ասվում էր, որ EX-ը արեք մոտարկեք սրանով ու հասկացեք ինչքան է սխալանքը, մենք նկատեցինք, որ սա հանդիսանում է մեր Թեյլորի որիորդ կարգի բազմանդամը, երկրորդ կարգի բազմանդամը, այսինքն իրենց տարբերությունը հանդիսանալու է երկրորդ կարգի մնացորդային անդամը, որը այս տեսքով ներկայացրեցինք ու գնահատականը տվեցինք։ Հիմա եթե խնդիր լինի, որ ոչ թե 0-ից 0.1-ում այդ սխալանքը գնահատեք, այլ պարզապես 0-ից 0.1-ը մոտարկել, ասենք 10-ի -5 աշճան ճշտությամբ։ Ինչպես կարող ենք սա անել։ Պետք է ավելի բարձր աշճանի, հա, Թեյլորի ներկայացումները օգտագործել, հա։ Ունենք, որ EX-ը դա ինչ է, 1 + x + x քառակուսի բաժանած x-ի ֆակտորիալ մինչև x-ին բաժանածային ֆակտորիալ գումարած ինչ էր փաստորեն O փոքրը հիմա մեզ պետք է թե պետք չի։ Երբ որ ուզում ենք ինչ որ կոնկրետ ճշտությամբ գնահատական ստանալ։ Այդ պետք չի։ Այդ մեզ պետք է քանակական գնահատական ստանալ ու պետք է այդ քանակի մասին ինֆորմացիան միայն այդ Լագրանժի ու Կոշի տեսքերն են ապահովում։ Պիանոյի տեսքը զուտ ասում է 0-ի մոտ ինչ պահվածք ունի։ Այստեղ ոնց որ կլինի EX-ն, չէ՞, մեր ֆունկցիայի n+1-րդ կարգի ացենցիալը, որը էլի EX-ն է, c կետում բաժանած n+1-ի ֆակտորիալ անգամ x-ի n+1 աշճան։ Որտեղ էլի հիշեցնենք, որ c-ն գտնվում է, ասենք 0-ի եւ x-ի միջև։ Լավ, հետեւաբար Եի 0.1 աշճանը, որ կարող են գրել 1 գումարած 0.1 գումարած 0.1-ի քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ, այդպես մինչև 0.1-ի n աշճան բաժանած n ֆակտորիալ, գումարած EC բաժանած n+1 ֆակտորիալ, անգամ 0.1-ի n+1 աշճան։ Հիմա փաստորեն էս էլ իրանից ինչ է ներկայացնում։ Այսքանը մեր n-րդ կարգի Թեյլորի բազմանդամն է 0.1 կետում ու գումարած n-րդ կարգի այդ մնացորդային անդամն է նույն կետում, չէ՞։ Սա է, այս մյուսն է, էսա։ Հա, հիմա մենք ուզում ենք, որ մնացորդային անդամը ինչպիսին լինի։ 10-5-ից փոքր լինի։ Այսինքն ուզում ենք, որ որպեսզի RN 0.1-ը լինի փոքր 10-5-ից
բավական է, որ ինչ։ Եկեք գնահատենք, տեսնենք ինչ է ստացվում, հա։ Սա կտեսնենք n-ը ինչ վերցնենք, որ լավ լինի, հա, r-ն 0.1-ը մեր մոտ իհարկե կարող ենք էլ նկատել, որ այս անդամը դրական է, որտեղ y-ի աշճանը դրական է, ու փոքր կլինի ինչ, y-ի ինչ աշճան։ Ասենք էլի 0.1, չէ, բաժանած ստեղ n+1 ֆակտորիալ անգամ 0.1-ի n+1 աշճան, շեն ստեղ ինչ ենք ունենում, y-ի 0.1 բաժանած n+1-ի ֆակտորիալ անգամ 10-ի, մեկը բաժանած 10-ի n+1 աշճան։ Հիմա օրինակ n-ը ինչ վերցնենք, որ հաստատ համոզված լինենք, որ այդ ճշտությամբ ստացել ենք։ N-ը 4 վերցնենք, այստեղ 10-ի 5 աշճանը կլինի, սա էլ հաստատ արդեն 5-ի ֆակտորիալը կանցնի y-ի 0.1 աշճանը, իհարկե կարող է ավելի փոքր արժեքն էլ հերիք լինի, օրինակ n-ը եթե վերցնենք 3, n-ը 3 դեպքում ինչ կունենանք, y-ի 0.1 բաժանած 4-ի ֆակտորիալ, անգամ մեկը բաժանած 10-ի 4 աշճան, չէ, այդ ինչ է, y-ի 0.1 բաժանած ստեղ 24, անգամ 10-ի 4-ը, այս կարելի է տեսնել, որ օրինակ երկուսից ակնհայտորեն փոքր է, որովհետև երկուսի քառակուսին է արդեն y-ն անցնում, այլ որ մնաց երկուսի 10 աշճանը չանցնի, հա, Շեն սա փոքր է լինելու երկուսը բաժանած 24 10-ի 4, որը այս էլ 1/10-ից է փոքր, շեն փոքր է, մեկը բաժանած 10-ի 5 աշճան։ Հետևաբար R3 0.1-ը փոքր կլինի մեկը բաժանած 10-ի 5 աշճանից։ Եվ y-ի 0.1-ը կարող ենք մոտարկել որ աշճանի Թեյլորի բազմանդամով 0.1 կետում երրորդ աշճանը, չէ՞, երրորդ աշճանը, այսինքն ինչը 1 գումարած 0.1 բաժանած 1-ի ֆակտորիալ, 0.1-ի քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ, 0.1-ի խորանարդ բաժանած 3-ի ֆակտորիալ։ Այսպես կարող եք y-ի 0.1 աշճանը մոտարկել 1 բաժանած 10-ի 5 աշճան ճշտությամբ, իհարկե եթե ավելի բարձր ճշտություն հարկավոր լիներ, այդ ժամանակ ինչը պետք է մեծացնեինք։ N-ը, հա, ավելի մեծ արժեք վերցնելով կապահովենք այդ ճշտությունը։ Հա։ Հարցեր։ Հաջորդ թեման ֆունկցիայի փաստատուն եւ մոնոտոն լինելու պայմանները։ Դիցուկ f-ը որոշված AB-ի վրա եւ այն դիֆերենցիալի է AB-ի վրա
F-ը հաստատուն է AB-ի վրա։ AB միջակայքի վրա։ Այն և միայն այն դեպքում երբ մեր ֆունկցիայի ածնցյալը 0 է, հա? Վերջտուք x-ը հավասար է 0, բոլոր x-երի համար AB-ից։ Սրա որ կողմն է ակնհայտ անհրաժեշտությունը, թե բավարարությունը։ Սեն, եթե հաստատուն եղավ, ածնցյալը կլինի 0, թե հակառակը։ Չէ։ Եթե հաստատունի ածնցյալը ակնհայտորեն 0 է, չէ։ Այսին այս անհրաժեշտությունը ակնհայտ է, հա։ Եթե հաստատուն ֆունկցիա ունեցանք, իր ածնցյալը կլինի 0։ Հիմա հակառակն է հետաքրքիր համոզվել, որ եթե ածնցյալը 0 է, ուրեմն պետքա ֆունկցիան լինի հաստատուն։ Ինչպես է դրա մեջ համոզվենք։ Կարանք տես մի քիչ ավելի թույլ գործակից օգտվենք, հա։ Բայց ոնց որ իհարկե Taylor-ի միջոցով էլի կստացվի։ Չէ, օրինակ ինչի է։ N-ի ակնհայտ է ինչու, որովհետև կարող ես գրել ածնցյալներ, նախ մենք տարբեր ֆունկցիաների ածնցյալները ստացել ենք, չէ։ X-ի ալֆայինը ստացել ենք, չէ, ալֆա անգամ X-ի ալֆա մինուս 1-ն է։ Հաստատումները ստացել ենք, որ ածնցյալը 0 է։ Զուտ սահմանումով, տեղադրես ածնցյալի սահմանումով արագ կստանաս, որ այդ 0 է։ Այդ պատճառով ակնհայտ է։ Իսկ հակառակը երբևիցե չենք անդրադարձել, որ ածնցյալը եթե 0 է, ուրեմն պետք է լինի հաստատում։ Ոնց կարող ենք դա ստանալ։ Ոնց որ ածնցյալի ու ֆունկցիայի մենք ուզում ենք տեսնենք, որ ֆունկցիան հաստատուն է, այսին արժեքները տարբեր կետերում նույնն են, հա։ Darboux թեորեմով չէ։ Darboux թեորեմը այնտեղ լրիվ ուրիշ բանի մասին էր, չէ։ Lagrange անենք, հա։ Այդ մենք ունենք ոնց որ ֆունկցիայի արժեքների մասին ենք ուզում խոսանք, որ բոլոր կետերում արժեքները նույնն են ու ունենք ինֆորմացիա ածնցյալի մասին, որ ածնցյալը 0 է։ Հիմա դրա համար պետք է ֆունկցիա արժեքները ու ածնցյալը կապող մի եղանակը այդ Lagrange-ի թեորեմն է։ Հիմա այդ բոլոր կետերում տանում ենք, բայց կարող է ինչ-որ ուրիշ տանելու ձև կա, որ բոլոր կետերում տենց պահպանվի, բայց վերջը ուղիղ գիծ չստացվի, էլի։ Հա, որ հերթով բոլոր կետերում կարողանանք անենք, գուցե դա ապացույց համարվեր, բայց բոլոր կետերում չենք կարող հատ-հատ դնենք անենք, հատիկ-հատիկ։ Նա։ Ինչ ենք ուզում տեսնենք, որ կամայական երկու կետում մեր ֆունկցիայի արժեքը նույնն է, հա, վերցնենք կամայական XY մեր AB-ից և ցույց տանք, որ fx-ը հավասար է fy։ Առանց ընդհանրությունը խախտելու կարող ենք համարել, հա, կարող ենք համարել, որ x-ը ասենք փոքր է y, հեչ կարևոր չէ, դրանցից որն է մեծ, որն է փոքր, ու հիմա կարող ենք կիրառել Lagrange-ի թեորեմը, որ հատվածի վրա։ X-ից y հատվածի վրա պետք է կիրառենք, հա։
կիրառելով Lagrange թեորեմը այս XY հատվածի վրա կստանանք, որ ինչ գոյություն միացեք է այնպես որ f'-ն հավասար է fy հանած fx բաժանած y մինուս x մյուս կողմից f'-ն ունենք որ f'-ն 0 է, հա ունենք որ f'-ն հավասար է 0 հետևաբար այս կոտորակը պետք է լինի 0 տեղից էլ բխում է որ fy հանած fx-ն է 0, չէ՞։ Այսինքն ստացանք որ fy-ը հավասար է fx անկախ x-ից ու y-ից։ Հետևաբար f-ը հաստատուն է, հա։ Այստեղ բոլոր x-y-ների համար AB-ից ուստի f-ը հաստատուն է։ Այս AB ինչակայքի վրա։ Արի։ Նա դել հետևանք ձևակերպենք։ Եթե f-ը եւ g-ն դիֆերենցիալի են AB-ի վրա, AB-ի վրա եւ նրանց ածանցյալները համընկնում են, տարբերվում են, համընկնում են, ապա այդ ֆունկցիաները կարող են իրարից տարբերվել ամենաշատը հաստատունով, հա։ Ապա այդ ֆունկցիաները կարող են միմյանցից տարբերվել միայն հաստատունով։ Ինչպես սա հետևացնենք նախորդ թեորեմից, մեզ պետք է ֆունկցիա, ում ածանցյալը լինի 0, այդի որ ֆունկցիայի ածանցյալն է, որ 0 է լինում, չէ, այդ ֆունկցիաների տարբերության։ Քանի որ f'(x)-ը հավասար է g'(x) բոլոր x-երի համար AB-ից, հետևաբար fx հանած gx-ի ածանցյալը կլինի այդ ածանցյալների տարբերությունը, որը 0 է։ Հիմա եթե մի հատ ֆունկցիա կա, որը գիտենք, որ ածանցյալը բոլոր կետերում 0 է, ուրեմն այդ ֆունկցիան պետք է լինի հաստատուն, հա, ըստ նախորդ թեորեմի։ Թեորեմի գոյությունից է իրական թիվ, այնպես որ այս տարբերությունը հավասար այդ հաստատունին բոլոր x-երի համար AB-ից։ Բենց էլ նշանակում է, որ այդ ֆունկցիաները իրարից տարբերվում են հաստատունով, հա։
Հա, դա արժեքներն են, էլի։ Այս AB-ն դա մեր x-երն է, հա։ Որ փոքրատարայի գլի։ Հա, բարձ, կատակ։ Բարի։ Լավ, ոնց որ հաստատունության հետ հարցերը բարձեցինք, հիմա մոնոտոնության հետ կապված հարցերը նայենք, հա։ Թեորեմ։ Որպեսզի f AB-ում դիֆերենցիալի ֆունկցիան լինի աճող հակագծերում նվազող, հա։ Արանջները բավարար, նո AB-ի վրա։ Աճող կամ նվազող, հա, AB-ի վրա, արանջները բավարար, որ մեր ֆունկցիայի արտանցյալը աճողի դեպքում լինի ինչպես աճողի դեպքում լինի ոչ բացասական, նվազողի դեպքում ոչ դրական, հա։ Մենք ոնց որ ապացույցը կտանք մենակ մի դեպքում, որ դեպքն եք ուզում նայենք աճողը, հա։ Okay, աճելու դեպքը նույն ձևով մյուսը կստանանք պարզապես դիտարկելով օրինակ որ ֆունկցիան նվազող դեպքը ոնց կարող եք աճողից ստանալ մինուս f-ը դիտարկելով արագ կստանանք, ճիշտ է։ Դիտարկենք լավ, կամ ցույց տանք որ f-ը աճող է այն եւ միայն այն դեպքում, երբ որ արտանցյալը հետ կամ հավասար է 0, հա։ Հիմա մի հատ այս կողմը ցույց տանք, որ եթե աճող է, ուրեմն արտանցյալը մեծ կամ հավասար է 0, այդ ինչպես կարող ենք ցույց տալ։ Սահմանից օգտվելով։ Ինչից օգտվելով։ Սահմանումից, հա։ Okay։ Վերցնենք կամայական x0, որը պատկանում է մեր AB-ին, և այդ դեպքում, եթե x-ը մեծ կանասար է x0, ապա օգտվելով մեր ֆունկցիայի աճող լինելուց կարող ենք ասել, որ fx-ը fx0-ից մեծ կամ հավասար, հետևաբար մեր ֆունկցիայի արտանցյալը լինելով այդ սահման fx անած fx0 բաժանած x մինուս x0-ն, ստեղ x-ը մեր մոտ ձգտում է x0-ին, իհարկե կարող ենք x0-ին մոտենալ նաև աճից թե ձախից։ Աճից, եթե ստեղ ոնց որ այս պայմանը գրել ենք, կարող ենք աճից մոտենալ, հա։ Եթե գիտենք, որ արտանցյալը կա, որ կողմից էլ մոտենանք նույն սահմանն է ստացվելու, այս համարիչը մեծ կանասար է 0, հայտարարը մեծ կանասար է 0, այս սահմանը եւս մեծ կանասար լինի 0։ Կարող ենք փակագծերում նշել, քանի որ fx հանած fx0-ն մեծ կանասար է 0 եւ x մինուս x0-ն է մեծ կանասար 0-ից, հա։ Կամ մեծ է 0-ից։ Այսինքն տեսանք, որ բոլոր կետերում արտանցյալը լինի մեծ կամ հավասար 0-ից։ Հիմա մի հատ էլ պետք է մեզ հակառակը անել, որ եթե ունենք, որ արտանցյալը մեծ կանասար է 0, տեղից ստանանք, որ աճող է, հա։
ունենք, որ f'(x)-ը մեծ հավասար 0 բոլոր x-երի համար AB-ից ցույց տանք, որ f-ն աճող է AB-ում, հա? Ինչպես? Աճողը ինչ է նշանակում, որ եթե x1-ը փոքր է x2, fx1-ը փոքր է հավասար, հա, այստեղ խիստ աճողի մասին չենք խոսում, պարզապես աճողի մասին ենք խոսում, հա, fx1-ը փոքր է հավասար fx2։ Ոնց նույնն է թե x1-ը փոքր է x2 դեպքում fx1-ը փոքր է հավասար fx2։ Հիմա սա ինչպես համոզվենք։ Հա? Էլի, ոնց որ մեր մոտ ատենցիալի մասին ինչ-որ ինֆորմացիա ունենք, ուզում ենք ոնց որ ուզում ենք տեսնենք, որ fx2 հանած fx1-ը մեծ կամ հավասար է 0-ից։ Լագրանժը որ կիրառենք, հա, կիրառելով Լագրանժի թեորեմը որ հատվածի վրա։ Այո, հատուկ։ Լագրանժի թեորեմը x1 x2-ի վրա։ Ստանանք Ինչ ենք ստանալու, որ գոյություն ունի C պատկանող x1 x2-ին, այնպես որ այս մեր ֆունկցիայի f(x2) հանած f(x1) բաժանած x2 հանած x1-ը հավասար է f'(c)։ Սրա մասին ինչ գիտենք, որ f'(c)-ն ամեն դեպքում մեծ կամ հավասար է 0։ Դե x2 հանած x1-ը էլի դրական է, ուրեմն Այս որ օգտագործենք fx2 հանած fx1-ը մեծ է հավասար 0, հա, ու տեղից արդեն ավարտեցինք fx2-ը մեծ է հավասար fx1, ինչը որ մեզ հարկավոր է ստանալ, հա։